Առավոտյան աղոթք հանձնեք ձեր օրը Տիրոջ ձեռքերին օրհնվեք, Սաղմոս 543։ Սիրելի եղբայր, սիրելի քույր, թող Տիրոջ խաղաղությունը լինի ձեզ հետ այս շատ հատուկ պահին։ Դուք սկսում եք նոր օր, դա ինքնին անսովոր հրաշք է։ Քանի մարդ քնեց անցյալ գիշեր չունեցավ այսօր արթնանալու արտոնությունը։ Քանի սիրտ դադարեց բաբախել գիշերը։ Բայց ձերը ոչ։ Ձեր սիրտը շարունակեց բաբախել, ձեր թոքերը շարունակեցին շնչել, դուք բացեցիք ձեր աչքերը խորելու մեկ այլ առավոտի մասին։ Սա պատահականություն չէ, սա Աստծո ողորմածությունն է, որը գործում է ձեր կյանքում։ Ամեն ինչից առաջ, նախքան հեռախոսը վերցնելը հաղորդագրությունները ստուգելու համար, նախքան երեկվա չլուծված խնդիրների մասին մտածելը, նախքան այսօրվա գործերի մասին անհանգստանալը, դուք ընտրեցիք այստեղ լինել Տիրոջ ներկայության մեջ։ Եվ այդ ընտրությունն արդեն փոխում է ձեր օրվա ամբողջ ընթացքը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ նրանք, ովքեր վաղ առավոտյան փնտրում են Տիրոջը, օրհնված են հատուկ ծով։ Եսայի մարգարեն հայտարարել է, որ Տերը արթնացնում է նրանց ականջները, ովքեր առավոտյան փնտրում են Իրեն։ Հենց հիմա ես ուզում եմ հրավիրել ձեզ փակել ձեր աչքերը, խորը շնչել, թույլ տալ, որ Աստծո ներկայությունը լցնի ձեր էության յուրաքանչյուր տարածությունը, թող խաղաղությունը, որը գերազանցում է բոլոր հասկացողությունները, ներխուժի ձեր սիրտը, կարևոր չէ, թե ինչ է պատահել երեկ, կարևոր չեն ձեր թույլ տված սխալները, կարևոր չեն ձեր լսած կամ ասած կոպիտ խոսքերը, այսօր նոր օր է, Տիրոջ ողորմածությունը նորոգվում է ամեն առավոտ։ Սաղմոս 5-ը, որի մասին մենք միասին կմտածենք, գրվել է Դավիթ թագավորի կողմից, մի մարդու, ով խորապես հասկանում էր առավոտյան աղոթքի զորությունը։ Դավիթը զինվոր էր, առաջնորդ, անթիվ պատասխանատվություններով, մտահոգություններով մարդ։ Նա ուներ թշնամիներ, որոնք ուզում էին ոչնչացնել իրեն, նա դժվար որոշումներ ուներ կայացնելու, նա ուներ մի ամբողջ թագավորություն, որը կախված էր իր իմաստությունից։ Բայց նախքան որ է մարտի դեմ առ դեմ կանգնելը, նախքան որ է որոշում կայացնելը, Դավիթը փնտրում էր Տիրոջը։ Եկեք լսենք Սաղմոս 5-ի խոսքերը։ Ականջ դիր իմ խոսքերին, Տեր, մտի առ իմ խորհրդածությունները։ Ականջ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ թագավոր իմ Աստված, որովհետ քեզ եմ աղոթելու։ Առավոտյան, Տեր, դու կլսես իմ ձայնը, առավոտյան քեզ կհայտնվեմ, կսպասեմ։ Ինչ հզոր հայտարարություն։ Դավիթը չասաց, որ կաղոթի միայն այն ժամանակ, երբ ժամանակ ունենա, նա չասաց, որ կփնտրի Աստծուն միայն այն ժամանակ, երբ դժվարության մեջ լինի։ Նա պարտավորություն ստանձնեց։ Ամեն առավոտ, առանց բացառության, կներկայանա Տիրոջ առաջ։ Եվ ոչ միայն դա, նա կհետի։ Նա կմնա զգոն, սպասելով Աստծո պատասխանին, սպասելով իր օրվա աստվածային ուղղորդմանը։ Այսօր առավոտյան ուզում եմ ձեզ հարց տալ։ Դուք ձեր օրերը հանձնել եք Տիրոջ ձեռքերին։ Դուք ձեր առավոտները սկսել եք, ընդունելով, որ առանց Աստծո ոչինչ չեք կարող անել։ Հաճախ մենք շտապում ենք լուծել մեր խնդիրները մեր սեփական ուժերով, մենք ապավինում ենք մեր սեփական բանականությանը, մենք ապավինում ենք մեր սեփական ռեսուրսներին։ Եվ հետո մենք զարմանում ենք, թե ինչու են բաները չեն աշխատում, ինչու ենք մենք այդքան հոգնած զգում, ինչու է թվում, որ միշտ մենակ ենք պայքարում։ Ճշմարտությունն այն է, որ մենք չենք ստեղծվել Աստծուց անկախ ապրելու համար։ Մենք ստեղծվել ենք նրա հետ հաղորդակցվելու, նրանից կախված լինելու, մեր Արարչի հետ մտերմիկ կյանքի համար։ Հիսուսն ասաց. Առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Բանը նրանում չէ, որ մենք քիչ բան կարող ենք անել առանց նրա, բանը նրանում չէ, որ ամեն ինչ ավելի դժվար է դառնում առանց նրա։ Առանց Հիսուսի մեր արած բացարձակապես ոչինչ չունի հավերժական արժեք, իրական նպատակ կամ իրական իմաստ։ Հետաբար, այսօր առավոտյան, ամեն ինչից առաջ, մենք այստեղ ենք, այս օրը Տիրոջ ձեռքը հանձնելու համար։ Մենք այստեղ ենք, ասելու. Հայր, ես գիտակցում եմ, որ ես քո կարիքն ունեմ։ Ես գիտակցում եմ, որ առանց քո առաջնորդության ես կկորչեմ։ Առանց քո պաշտպանության ես խոցելի եմ։ Առանց քո իմաստության ես սխալ որոշումներ կկայացնեմ։ Առանց քո սիրո սիրտս դատարկ է։ Սաղմոս 5-ը շարունակվում է, որովհետև դու Աստված չես, որ հաճույք ես տանում չարությունից, չարը չի բնակվի քեզ հետ, հիմարները չեն կանգնի քո առջ, դու ատում ես բոլոր չարագործներին, դու կկործանես ստախոսներին։ Տերը զզվում է արյունարբու խաբեբա մարդուց։ Այստեղ Դավիթը մեզ հիշեցնում է մի հիմնարար բանի մասին։ Մեր Աստված սուրբ է, նա չի հանդուրժում մեղքը, չի արդարացնում չարությունը, չի փակում աչքերը անարդարության վրա, սա առաջին հայացքից կարող է վախեցնող թվալ, բայց իրականում այն մեզ համար մեծագույն մխիթարության աղբյուրներից մեկն է։
Որովհետև եթե Աստված սուրբ է արդար, դա նշանակում է, որ նա կպաշտպանի արդարների գործը, դա նշանակում է, որ նրանք, ովքեր անարդարացիորեն հալածում են մեզ, չեն հաղթի, դա նշանակում է, որ ստերը վերջին խոսքը չեն ունենա։ Հնարավոր է, դուք հենց հիմա անարդարության եք բախվում։ Հնարավոր է, ինչ-որ մեկը ստեր է տարածում ձեր մասին, հնարավոր է նրանք փորձում են վնասել ձեզ աշխատանքի վայրում, հնարավոր է ձեզ կեղծ մեղադրանք են ներկայացնում մի բանի համար, որը դուք չեք արել։ Սաղմոս 5-ը ձեր սրտի համար բալասան է։ Աստված, որին դուք ծառայում եք, արդարության Աստված է, նա կպաշտպանի ձեր գործը։ Դուք պետք չէ վրեժ լուծեք, պետք չէ հակադարձեք, պետք չէ բնեղենով հատուցեք։ Հանձնեք այս իրավիճակը Տիրոջ ձեռքը վստահեք, որ նա կգործի իր ժամանակին իր ձով։ Դավիթը շարունակում է 7 վրդամարում. Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ կմտնեմ քո տունը, կխոնարհվեմ քո սուրբ տաճարի առաջ, քո երկյուղով։ Նայեք Դավթի կեցվածքը։ Նա Աստծո ներկայությունը չի մտնում պատահականորեն, ամբարտավանությամբ կամ անտարբերությամբ։ Նա մտնում է երկյուղածությամբ, սուրբ երկյուղածությամբ, Տիրոջ բարության համար խորը երախտագիտությամբ։ Դավիթը գիտեր, որ արժանի չէ Աստծո ներկայությանը։ Նա մեղավոր էր, թերություններ ուներ, սարսափելի սխալներ էր գործել։ Բայց Աստծո ողորմածությամբ, Տիրոջ առաջ շնորհով նա կարող էր մոտենալ երկնային գահին։ Եվ այդ նույն շնորհը հասանելի է ձեզ այսօր։ Անկախ նրանից, թե ինչ եք արել, անկախ նրանից, թե որտեղ եք եղել, անկախ նրանից, թե որքան հեռու եք շեղվել։ Տիրոջ բարությունը հարուստ է, այն առատ է, այն բավարար է ձեր բոլոր մեղքերը ծածկելու համար։ Հիսուսի խաչի վրա զոհաբերության շնորհիվ դուք կարող եք համարձակորեն մտնել Աստծո ներկայությունը։ Ոչ թե որպես օտար, այլ որպես սիրելի զավակ։ Ոչ թե որպես վախեցած ծառա, այլ որպես մեկը, ով որդեգրվել է երկնքի թագավորական ընտանիքում։ 8 վրդամարը պարունակում է մի խնդրանք, որը պետք է մեր շուրթերին լինի ամեն առավոտ։ Տեր, առաջնորդիր ինձ քո արդարությամբ, թշնամիներիս պատճառով, ուղիղ դարձրու քո ճանապարհը իմ առաջ։ Առաջնորդիր ինձ, Տեր։ Ինչ պարզ աղոթք է, բայց մի նույն ժամանակ ինչ հզոր։ Քանի խնդիրներից կխուսափեինք, եթե ամեն առավոտ Աստծուց առաջնորդություն խնդրեինք։ Քանի սխալ դռներից կխուսափեինք, եթե Սուրբ Հոգու առաջնորդությունը փնտրեինք։ Քանի կործանարար հարաբերություններից կխուսափեինք, եթե Տիրոջից խորհրդակցեինք, նախքան դրանց մեջ մտնելը։ Այսօր առավոտյան անկեղծորեն աղոթեք այս աղոթքը. Տեր, առաջնորդիր ինձ։ Մի թող, որ ես քայլեմ իմ սեփական ճանապարհներով, քանզի իմ ճանապարհները տանում են դեպի կործանում։ Մի թող, որ ես վստահեմ իմ սեփական բանականությանը, քանզի իմ իմաստությունը սահմանափակ է թերի։ Առաջնորդիր ինձ քո արդարությամբ, ուղիղ դարձրու քո ճանապարհը իմ առջ։ Ցույց տուր ինձ, թե որտեղ պետք է գնամ, ինչ պետք է անեմ, ում հետ պետք է խոսեմ, ինչ որոշում պետք է կայացնեմ։ Եվ հիմա, եկեք անդրադառնանք նա Սաղմոս 143-ին Դավթի մեկ այլ Սաղմոսին, որը կատարելապես լրացնում է մեր առավոտյան աղոթքը։ Այս Սաղմոսը գրվել է մեծ տառապանքի պահին։ Դավիթը հալածվում էր, նա վտանգի մեջ էր, նրա հոգին տխուր էր։ Բայց նույնիսկ այդպես, նույնիսկ ցավի մեջ, նա փնտրում էր Տիրոջը։ Տեր, լսիր իմ աղոթքը, խոնարհեցրու ականջդ իմ աղաչանքներին, պատասխանիր ինձ քո ճշմարտության ու քո արդարության համաձայն։ Եվ մի մտիր դատաստանի մեջ քո ծառայի հետ, որովհետև քո առաջ ոչ մի կենդանի չի արդարանա։ Դավիթը սկսում է իր սեփական թուլությունը ընդունելով։ Նա չի մոտենում Աստծուն, ասելով. Տեր, ես արժանի եմ քո օգնությանը, որովհետև ես լավ մարդ եմ։ Ոչ, նա գիտի, որ եթե Աստված խստորեն դատի, ոչ ոք չէր գոյատի։ Մենք բոլորս մեղավորներ ենք, բոլորս ձախողվում ենք, բոլորս զրկվում ենք Աստծո փառքից։ Բայց հենց այդ պատճառով է շնորհն այդքան հրաշալի։ Մենք չենք ստանում այն, ինչին արժանի ենք, մենք ստանում ենք այն, ինչ Աստծո սերը ցանկանում է մեզ տալ։ Այս Սաղմոսի 8 վրդամարը հատկապես տեղին է մեր առավոտյան աղոթքի համար։ Առավոտյան լսիր քո ողորմությունը, որովհետև քեզ եմ վստահում, ցույց տուր ինձ այն ճանապարհը, որով գնամ, որովհետև քեզ մոտ եմ բարձրացնում իմ հոգին։ Առավոտյան, Տեր։ Վաղ առավոտյան, ամեն ինչից առաջ, թույլ տուր ինձ լսել քո ձայնը։ Մինչ աշխարհի աղմուկը խլացնի ինձ, նախքան անհանգստությունները շեղեն ինձ, նախքան օրվա եռուզեռը հեռացնի ինձ քո ներկայությունից, խոսիր ինձ հետ։ Ցույց տուր ինձ ճանապարհը, բացահայտիր քո կամքը ինձ, ուղղորդիր իմ քայլերը։ Եվ ապա 10 հրթամարում մենք գտնում ենք ամբողջ Աստվածաշնչի ամենագեղեցիկ աղոթքներից մեկը։
Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը, թող քո բարի հոգին առաջնորդի ինձ հարթ ճանապարհով։ Սովորեցրու ինձ, Տեր։ Ես ամեն ինչ չգիտեմ, ամեն ինչ չեմ հասկանում, ես պետք է սովորեմ։ Սովորեցրու ինձ կատարել ոչ թե իմ կամքը, ոչ թե ուրիշների կամքը, այլ քո կամքը։ Որովհետև քո կամքը բարի է, հաճելի կատարյալ։ Եվ առաջնորդիր ինձ քո Սուրբ Հոգով, այն Մխիթարիչով, որին Հիսուսը խոստացավ ուղարկել, նա, ով մեզ ամեն ինչ սովորեցնում է, որը մեզ հիշեցնում է Հիսուսի ասած ամեն ինչ, որը մեզ առաջնորդում է դեպի ամեն ճշմարտություն։ Եղբայր իմ, քույր իմ, գիտակցո՞ւմ ես այս սաղմոսների հարստությունը։ Գիտակցո՞ւմ ես, թե ինչպես են դրանք մեզ սովորեցնում օրը ճիշտ սկսել։ Ոչ թե անհանգստությամբ, ոչ թե վախով, ոչ թե շտապողականությամբ։ Այն աղոթքով է, հանձնվելով, Տիրոջը վստահելով։ Գիտեմ, որ դուք կարող եք դժվար ժամանակներ անցնել։ Հնարավոր է 3 շատ դժվար օր եք, այսօր արթնացել եք արդեն զգալով հանգամանքների ծանրությունը։ Հնարավոր է դուք ֆինանսական խնդիրների եք բախվում, չգիտեք, թե ինչպես եք վճարելու հաշիվները։ Հնարավոր է ձեր ամուսնությունը ճգնաժամի մեջ է, դուք չգիտեք, կարող եք դիմանալ 1 օրվա։ Հնարավոր է դուք անհանգստացնող բժշկական ախտորոշում եք ստացել, վախը փորձում է տիրել ձեր սրտին։ Հնարավոր է դուք գործազուրկ եք, ամեն անցնող օրվա հետ հույսը մի փոքր ավելի է նվազում։ Անկախ ձեր իրավիճակից, ես ուզում եմ ասել ձեզ, սրտիս ողջ համոզմամբ, Աստված ձեզ վերահսկում է։ Նա չի լքել ձեզ։ Նա չի մոռացել ձեզ։ Նա անտարբեր չէ ձեր տառապանքի նկատմամբ։ Աստված, որը հոգ է տանում դաշտի Շուշանների երկնքի թռչունների մասին, անկասկած հոգ է տանում ձեզ համար։ Աստված, որը հաշվում է ձեր գլխի մազերը, գիտի ձեր կյանքի յուրաքանչյուր մանրուք։ Աստված, որը երբեք չի քնում, չի քնեցնում, հենց այս պահին հսկում է ձեզ։ Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջ աչքերը արդարների վրա են, նրա ականջները նրանց աղաղակին։ Դուք չեք աղոթում հեռավոր, անտարբեր Աստծուն, որը չափազանց զբաղված է տիեզերքի խնդիրներով, որպեսզի հոգ տանի ձեր խնդիրների մասին։ Դուք աղոթում եք սիրող Հորը, որը ճանաչում է ձեզ անունով, որը սրբում է ձեր արցունքները, որը պահպանում է ձեր աղոթքները ինչպես թանկարժեք խումբ։ Հետաբար, այսօր առավոտյան ձեր օրը հանձնեք Տիրոջ ձեռքը։ Մի փորձեք միայնակ կրել մի բեռ, որը նախատեսված չէ ձեզ համար։ Հիսուսն ասաց. Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, ես հանգիստ կտամ ձեզ։ Վերցրեք իմ լուծը ձեզ վրա, սովորեք ինձանից, որովհետև ես հեզ եմ սրտով խոնարհ, դուք հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար։ Որովհետև իմ լուծը քաղցր է, իմ բեռը թեթ։ Լսեցի՞ր դա։ Հիսուսի բեռը թեթ է։ Եթե քո բեռը չափազանց ծանր է, դա այն պատճառով է, որ դու կրում ես այնպիսի բաներ, որոնք չպետք է կրեիր։ Հանձնվիր այն Տիրոջը։ Թող նրա ձեռքերը։ Վստահիր, որ նա կհոգա քո մասին։ Եվ դա պարզապես պասիվ հանձնվելը չէ, կարծես դուք պարզապես ձեր խնդիրները նետել եք Աստծուն սպասել, ձեռքերը խաչած։ Դա ակտիվ հանձնվելն է, համագործակցությունը Աստվածայինի հետ։ Դուք կատարում եք ձեր մասը, աշխատում եք ջանասիրաբար, կայացնում եք այն որոշումները, որոնք անհրաժեշտ են, բայց վստահում եք, որ Աստված աշխատում է ձեզ հետ, բացելով դռներ, փակելով ուրիշներին, ուղղորդելով ձեր քայլերը, պատրաստելով ճանապարհը։ Առակաց 16 3-ում ասվում է, քո գործերը հանձնիր Տիրոջը, քո ծրագրերը կհաստատվեն։ Այսօր մտքի պարզություն ուզում ես։ Մտքերում խաղաղություն ուզում ես։ Իմաստուն որոշումներ կայացնել ուզում ես։ Քո գործերը հանձնիր Տիրոջը։ Քո գործերը նվիրիր նրան։ Ամեն ինչ արա Տիրոջ համար, ոչ թե մարդկանց։ Եվ այդ ժամանակ քո մտքերը կհաստատվեն, դու կունենաս Քրիստոսի միտքը, յուրաքանչյուր իրավիճակի համար զանազանություն կունենաս։ Մեկ այլ հրաշալի խոստում կարելի է գտնել Առակաց 3:5-6 համարներում։ Ամբողջ սրտովդ վստահիր Տիրոջը, մի վստահիր քո սեփական հասկացողությանը։ Քո բոլոր ճանապարհներում հնազանդվիր նրան, նա կուղղի քո ճանապարհները։ Ճանաչեք նրան ձեր բոլոր ձեռով։ Ոչ միայն ճգնաժամային ժամանակներում, ոչ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունեք, ոչ միայն կիրակի օրը եկեղեցում։ Ձեր բոլոր ձեռով։ Աշխատանքի վայրում ճանաչեք Աստծուն։ Ճանապարհային երթևեկության մեջ ճանաչեք Աստծուն։ Գործընկերոջ հետ զրույցում ճանաչեք Աստծուն։ Ճաշի ժամանակ ճանաչեք Աստծուն։ Դժվար հանդիպման ժամանակ ճանաչեք Աստծուն։
Ձեր կայացրած որոշման մեջ ճանաչեք Աստծուն։ Եվ երբ դուք դա անեք, նա խոստանում է ուղղել ձեր ճանապարհները։ Նա կհարթեցնի ճանապարհը, կհեռացնի խոչընդոտները, կստեղծի արահետ այնտեղ, որտեղ կարծես արահետ չկա։ Աստված, որը բաժանեց Կարմիր ծովը, որը քանդեց Երիքովի պարիսպները, որը փակեց առյուծների բերանները, որը մարեց կրակի զայրույթը, այդ նույն Աստվածն այսօր ձեզ հետ է։ Հիմա ես ուզում եմ աղոթել ձեզ հետ։ Որտեղ էլ որ լինեք, եթե հնարավոր է, դրեք ձեր ձեռքերը ձեր սրտին։ Փակեք ձեր աչքերը։ Խորը շնչեք։ Եվ եկեք միասին գնանք Հոր ներկայության մեջ։ Երկնային Հայր, մենք շնորհակալ ենք քեզ այս նոր օրվա համար։ Շնորհակալ ենք, որովհետև քո ողորմությունները նորոգվում են ամեն առավոտ։ Շնորհակալ ենք, որովհետև քո հավատարմությունը մեծ է։ Տեր, մենք այսօր առավոտյան հանձնվում ենք քեզ։ Մենք գիտակցում ենք, որ առանց քեզ ոչինչ չենք կարող անել։ Մենք գիտակցում ենք, որ մեզ անհրաժեշտ է քո առաջնորդությունը, քո իմաստությունը, քո պաշտպանությունը։ Հայր, ես աղոթում եմ այս աղոթքը լսող յուրաքանչյուր մարդու համար։ Դուք գիտեք յուրաքանչյուրին անունով։ Դուք գիտեք, թե ինչ դժվարությունների է բախվում յուրաքանչյուրը։ Դուք գիտեք նրանց վախերը, անհանգստությունները, մտահոգությունները։ Տեր, ես խնդրում եմ, որ խաղաղություն բերեք յուրաքանչյուր սրտի։ Թող քո ներկայությունը լինի իրական շոշափելի յուրաքանչյուրի համար։ Տեր, մենք այս օրը դնում ենք քո ձեռքերում։ Մենք չգիտենք, թե ինչ է այն պարունակում, մենք չգիտենք, թե ինչ մարտահրավերների կհանդիպենք, մենք չգիտենք, թե ինչ անակնկալներ են մեզ սպասում։ Բայց մենք գիտենք, որ դու գերիշխան ես։ Մենք գիտենք, որ դու ես վերահսկողությունը։ Մենք գիտենք, որ ոչինչ տեղի չի ունենում առանց քո թույլտվության։ Հետաբար, Հայր, մենք վստահում ենք քեզ։ Ուղղորդիր մեր քայլերը, ուղղորդիր մեր որոշումները, պաշտպանիր մեր ճանապարհները։ Թող այսօր մեր բերանից դուրս եկող յուրաքանչյուր խոսք լինի շինության համար։ Թող մեր յուրաքանչյուր գործողություն արտացոլի քո սերը։ Թող մեր յուրաքանչյուր միտք գերի լինի Քրիստոսի հնազանդությանը։ Տեր, մենք հայտարարում ենք, որ սա օրհնյալ օր է լինելու։ Ոչ թե որովհետև հանգամանքները կատարյալ են, այլ որովհետև դու մեզ հետ ես։ Եվ եթե դու մեզ հետ ես, ով կարող է մեզ դեմ լինել։ Մենք հայտարարում ենք, որ մենք ավելին ենք, քան հաղթողներ նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Մենք հայտարարում ենք, որ ամեն ինչ միասին է բարու համար նրանց համար, ովքեր սիրում են քեզ։ Հայր, պահիր մեր սրտերը ամեն չարիքից։ Պաշտպանիր մեզ թշնամու որոգայթներից։ Ազատիր մեզ համար լարված թակարդներից։ Թող մեր դեմ պատրաստված ոչ մի զենք չհաջողվի։ Թող դատապարտվի ամեն լեզու, որը մեր դեմ կբարձրանա դատաստանի։ Տեր, լցրու մեզ քո Սուրբ Հոգով։ Թող Հոգու պտուղը այսօր ակնհայտ լինի մեր կյանքում՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ինքնատիրապետում։ Թող մեր շրջապատի մարդիկ տեսնեն Քրիստոսին մեր մեջ։ Հայր, մենք նախապես շնորհակալություն ենք հայտնում քեզ այն ամենի համար, ինչ դու կանես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ դռների համար, որոնք դու կբացես, հնարավորությունների համար, որոնք դու կբերես, օրհնությունների համար, որոնք դու կպարգես։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ մարտահրավերների համար, որովհետև գիտենք, որ դրանք մեզ զորացնում են։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ դժվարությունների համար, որովհետև դրանք մեզ ավելի են մոտեցնում քեզ։ Տեր, այս օրվա վերջում թող մենք հետ նայենք, ճանաչենք քո ձեռքը ամեն պահի։ Թող մենք ասենք. Մինչ հիմա Տերն օգնել է մեզ։ Թող մենք խաղաղությամբ քնենք, գիտակցելով, որ կատարել ենք այն նպատակը, որի համար ստեղծվել ենք։ Հիսուսի անունով, ամեն։ Եղբայր իմ, քույր իմ, դու հենց նոր հզոր աղոթք արեցիր։ Դու հենց նոր քո օրը դրեցիր Տիրոջ ձեռքերում։ Հիմա գնա ապրիր այս օրը վստահությամբ։ Մի վախեցիր, թե ինչ կարող է պատահել։ Աստված, որը սկսեց բարի գործը քո մեջ, կավարտի այն։ Աստված, որը քեզ այսքան հեռու հասցրեց, չի լքի քեզ ճանապարհին։ Հիշեք Սաղմոս 118, 24-ի խոսքերը։ Սա այն օրն է, որ Տերն ստեղծեց։ Եկեք ցնծանք ուրախանանք դրանով։ Սա պարզապես ցանկացած օր չէ։ Սա մի օր է, որը Տերը ստեղծել է հատկապես ձեզ համար։ Այս օրը նպատակ ունի, այս օրը իմաստ ունի, այս օրը ձեզ համար պատրաստված օրհնություններ կան։ Բարձրացրու գլուխդ, ուղղիր ուսերդ, ժպիտ դիր դեմքիդ։ Դու թագավորների թագավորի զավակն ես։
Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ։ Հրեշտակների բանակ է շրջապատում քեզ։ Աստծո բոլոր խոստումները քո տրամադրության տակ են։ Ինչ է քեզ ավելի պետք։ Գնա խաղաղությամբ, թող Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Թող Տերը իր դեմքը փայլեցնի քեզ վրա, ողորմած լինի քեզ։ Թող Տերը իր դեմքը դարձնի դեպի քեզ, խաղաղություն տա քեզ, այսօր միշտ, Հիսուսի անունով։ Եթե այս աղոթքը դիպչել է ձեր սրտին, եթե դուք զգացել եք Աստծո ներկայությունը աղոթելիս, կիսվեք դրանով մեկի հետ, ով նույնպես պետք է սկսի իր օրը Տիրոջ ներկայությամբ։ Տարածեք այս օրհնությունը, բազմապատկեք այս խոսքը, եղեք շնորհի աղբյուր ուրիշների կյանքում։ Աստված առատորեն օրհնի ձեզ այսօր ձեր կյանքի յուրաքանչյուր օրը։ Մինչ հաջորդ աղոթքը։ Ամեն, ամեն։